Դրվածքը հետևյալն է։ Ունենք 11 հատություն, բռնեցինք իրանցից սարքեցինք 230 հատ ինչ որ նոր սյուներ են մեր ավտոմատ կացինոտ ձևով, արտադրյալներով, այնտեղ հարաբերություններ հաշվելով, unbase հանելով եւ այլն, տենց ոչ խելացի ձևով բռնեցինք մի աշխարհ սյուն սարքեցինք։ Հիմա ոնց իրանց մեջից ընտրենք, թե հիմա իրական միշտներ կարևոր։ Դենք չենք բռնելու բոլորն է օգտագործենք։ Ինչով է այս ամեն ինչը վատ բոլորն է օգտագործելը, նախ չափողականության անեծքը կա ու կա։ Ինչքան չափողականությունը մեծանում է, այդքան ինտուիցիան մեր ջարդվում է լիքը բաներով, օրինակ հեռավորությունը սկսում է որպես այդպեսին շատ իմաստ չարտահայտել իրանից։ Տարբեր ռեգիոններ սկսում են ել ավելի տենց անապատային դատարկ դառնալ, որ ունենք լիքը իզոլացված կետեր, ու այդ կետերն էլ մի հատ էլ կենտրոնացված են հիմնականում, ասենք, տարածության անկյուններում, այնտեղ կենտրոնական մասում դատարկություն է տիրում, բան, ինչքան շատ ֆիչերներ ենք ուղղում, այդքան շատ կարան կոռելացիաներ մեջ ունենանք, ու այս multicollinearity-ն մեզ կամ դանդաղացնի, կամ ընդհանրապես բռնի ջարդին։ Ինչպես նաև ինչքան շատ ֆիչեր ենք ունենում, այդքան շատ ոնց որ պոտենցիալ վարիացիայի տեղեր ենք ունենում, որ կարա մոդելը չարաշահի ու սկսի overfit անել։ Այդ դրա դեմ մեզ կփրկի իհարկե ռեգուլարիզացիան, բայց դե ոնց որ ավելի լավ է արմատից խնդիրը փոկենք, քան թե հույս ունենանք, որ ռեգուլարիզացիան կբռնի օգնի մեզ։ Ակնհայտներից խնդրեմն է, որ ոնց որ լիքը սյուներ, լիքը խնդիրներ։ Ժամանակի տեսանկյունից, հիշողության օգտագործման տեսանկյունից, ընդհանրապես այդ սաղ սյուները պետք է միշտ հաշվարկել, այնտեղ կարած տեղ ինչ որ բաներ սխալ գնա, երբ որ գալիս ենք արդեն իսկական աշխարհին, փուֆ բաները ահա որ շատանում են։ Դրա համար ոնց որ կուզանք ինչքան նորակ տենց փոճուր պստիկ sense ակուրատնի փոքրիկ դատասեթ ունենանք։ Ինչն է մեկնաբանության տեսանկյունից կօգնի, էլի։ Մի բանա ասենք օրինակ օգտվել ենք այս 8 հատ feature-ից, S ու S, մի բանա ասենք ունենք 800 հատ սյուն, որոնցից մոդելը սարից է sense գուշակություն, իսկ ոնց է տենց գուշակություն տալիս, դե այ մրտ լավ էլի տալիս է, էլի։ Էդ էլ մի բան չի, էլի։ Ընդհանրապես ոնց որ իմ սիրած բանը այնա, որ եթե ես կարամ մտքում պահեմ բոլոր feature-ները, ունենց հանգիստ իրոք հիշեմ, սա են անում, սա են անում, սա են անում, ուրեմն լավ է։ Եթե չեմ կարող մտքումս պահեմ, ուրեմն արդեն մի տեսակ չափից շատ է, էլի։ Իհարկե միշտ չի որ կարանք մեզ թողենք շոյալությունը, որ մտքում պահելու աստիճանի իջնի feature-ների քանակը, բայց ասենք 800 հատի հետ աշխատելը զզվելի process է իրոք, էլի։ Ու արդեն կբռնենք, կփորձենք թե հոսանք թե ոնց все-таки կչացնենք։ Ու ժողովուրդ, մի հատ ոնց որ եթե ավելի ուզենք տեսնել նաև այն կտորը, որ все-таки շատ feature-ները կարան տենց վարիացիային օգնեն բանման, եթե մի քիչ խելացի ձևով հատիկ feature-ներ ավելացնելով գնանք, train-ի error-ը կարա տենց ջիգարով նվազելով գնա, հատկապես եթե օրինակ ծառ ենք ընտրում, ծառը ուղղակի ինչ որ բան, սյուն իրան պետք չի, բան այնտեղ չի դնի։ Չնայած կարա իհարկե նոր սյուները խանգարի, հատկապես եթե ինչ որ տենց ավելի իրականում իրանց մեջ սիգնալ չեն պարունակում, բայց պատահականության հաշվին все-таки ինչ որ ձև կոռելացված են լինում թիրախի հետ, կարան տենց ոնց որ մի քիչ все-таки խափուսիկ բաների բերեն, բայց մեկը ամեն դեպքում train-ի վրա ստանդարտ բան է, նա որ sense տեսնում ենք ժիգարով նվազելով գնում է, բայց թեստի վրա ինչ որ բայից արդեն աճելով գնալու է։ Եթե օրինակ ridge ենք օգտագործում, ստե ridge եմ ասում, որովհետև ridge-ը շռայլություն չունի սյուներ ընտրելու։ Ridge-ը իհարկե կարա պատժի բաներին, ridge-ը գծային ռեգրեսիան է մեր L2 penalty-ով։ Ռեգուլյացիա մեջը կարա պատժի ինչ որ սյուներ, բայց ամեն դեպքում չի կարա իրանց բռնի լրիվ անտեսի, ծառը կարա անտեսի։ Նորմալ օրինակ այս օրինակում տեսնում ենք, որ այս միջև մեր 230 սենց հատիկ շատացնելով գնալով ինչ որ բայից սկսում է բարձրանալ մեր թեստի error-ը։ Շատ տարբերություն այդքան չի լինում խայտարակ, չնայած 600 ու 400-ը իրականում լավ լուրջ է։ Իսկ 400-ի հետ համեմատ 50%-ով ավել է, էլի։ Որտեվ այս ridge-ը ինքն իրանով այդքան շատ իր մեջ ունակություն չունի ահավոր overfit անելու, որտեվ առանց դրա էլ գծային ազուտ։ Բայց ամեն դեպքում շատ սյուները կարա իրար հետ խնդիրներ բերի, բացի ակնհայտ չափի հետ կապված խնդիրներից։ Օրինակ, ստեղ եթե բան նայենք, այս օրինակի վրա եղած 11-ը համեմատենք բանի հետ, ինժեներ արած 230-ի հետ ու նայենք բոլորը պահել, թե մեջից ծաղկակաղ անել։ Այս աչում օրինակ արած նրա որ բան
երբ որ բռնում ենք ու մի հատ ընտրության ալգորիթմ ենք իր վրա աշխատացնում, հեսա հետո կնայենք թե որն ենք աշխատացնում, ընդհանրապես 45 հատ ենք պահում։ Ինքը ստեղ մեր մոտ արդեն թեստի վրա, կարևոր է թեստի վրա նվազեցնում է մեր միջին absolute error-ը։ Ու հետարքիր է նաև թե այս 45 հատ ընտրածը որը որտեղից է եկածնել, այսինքն մենք գիտենք նաև թե ոնց ենք սարքել իրանց, դրան էլ ուշադիր կլինենք։ Միշտ չի որ կուզենք տենց բռնել ընտրություն անել սյուների մեջ, օրինակ եթե արդեն քիչ է մեր սյուների քանակը կամ ընտրվածները տենց շատ զգուշ հարմար ձևով ընտրված են եղել, բարձր իրենց չենք ուզի նվազեցնենք, ասենք այն սկզբի 11 հատիկ սյունը եթե ունենք, չենք բռնի տանջվենք 11-ը ոնց սարքենք 9-ը, այշտ եթե 230 ենք սարքել անկապ ձևով, այդ ժամանակ նոր կփորձենք տանջվել ու գանք արդեն խոսենք թե ոնց ենք տանջվում։ Լավ է նա, որ գործիքակազմի տեսանկյունից մեծամասամբ ամեն ինչը արդեն ունենք, այսինքն հասկանալ ինչքան կարևոր է սյունը interpretability-ից նայեցինք PFI, CFI-ը։ Ավելի ստանդարտ ձևով, եթե ուզում ենք մեզ թույլ տանք շռայլությունը մոդելը նորից run անելու, ասենք այս լոկոյի մասին գիտենք, շապով կամ շապի հիմքով գլոբալ մակարդակի մասին էլի գիտենք, սաղ ծանոթ բաներ են, հիմա տարբեր ձևերով կիրառելու ենք։ Ու մեջներից են ամենաշողացողը, օրինակ լասույով, որ ավտոմատ է անում ֆիչերների ընտրությունը իր լապլասյան ու էլի ուրիշ սիրուն վիճակագրական բացատրությունների շնորհիվ։ Հիմա իրանց ուղղակի զուտ կիրառելու ենք հերթով։ Ընդհանուր ոնց որ երկու նպատակ կարանք ունենանք։ Մի հատը նա, որ ինչքան հնարավոր է փոքր բազմություն ունենանք, որ էլի լավ է պահում իրան, կամ օրինակ մենակ պահենք նրանք, որոնք որ ակտուալ են։ Ավելի շատ աշխատելու ենք այս ձախի վրա, բայց այս աչինի հետ կապված էլ մի երկու բան տեն սլայդերում ներառածա, որ մի քիչ ավելի արագ կանցնենք, բայց ամեն դեպքում արժի գոնե մի անգամ թեթև նշել իրան, կամ գուցե հենց ճիշտ մի անգամ թեթև նշել։ Նայելով ընդհանուր ոնց որ մի քանի տարբեր պոտենցիալ մոտեցում, 3 ընտանիք, մի հատը լինելու են տենց ոնց որ ֆիլտր մեթոդներ, որոնք որ հիմնականում մեզ օգնելու են ոնց որ սենց 10,000-ից գալ հասնել, ասենք 500-ի օրինակ, էլի, այսինքն են լիքից բռնել, լիքը կտրել, բայց ոչ են սենց զգուշ ուշադիր աշխատանք անել։ Լինելու են մոտեցումներ, որ ավտոմատ են դա մեր մոտ անելու, օրինակ լասուն կամ ծառերի importance-ներին նայելը։ Ու հետո լինելու են մոտեցումներ, որ արդեն ասենց այս նուրբ գործին են վերաբերվելու, որ ասենք այս 50 հատիկ ունենք, իրանց քչացնենք, ոչ թե 10,000-ից ընկած իջացնենք։ Ու հերթով իրանց նայենք։ Մի հատ այտենց բավականին մտքի տեսանկյունից ինտուիտիվ բան է նա, որ եթե մի հատ ինչ-որ սյուն ունենք, որտեղ որ արժեքը հիմնականում միշտ նույն բանն է, այնա եթե միշտ նույն բանն է, ուրեմն իր մեջ փոփոխություն որպես այդպեսին չկա, իսկ մոդելի սա գործենա, որ ինքը x-երի փոփոխությունը կապի y-ների փոփոխության հետ, չէ՞, ինքը պետքա հասկանա թե ոնց է ազդում, ոնց է ինչ ձևով է կոռելացված մուտքը ելքի հետ, sense ասած։ Հիմա եթե մուտքում փոփոխություն չկա, ուրեմն այդտեղ ազդակ չկա սովորելու։ Այսինքն մենք կարող ենք ուղղակի բռնենք, հաշվենք վարիացիան եղածյան, ու եթե ինքը փոքր է, այդպես միշտ նույն բանն է գրած, իրան բռնենք, շպրտենք մի կողմ, որովհետև նոկու չի տալիս մեզ։ Մեզ խայտաբղետությունն է, որ մեջը կարանք ինչ-որ բան սովորենք։ Հենց այս կելոնից օրինակ կարանք բերենք տենց variance threshold-ը, ինչ-որ threshold վարիացիան ինչ-որ բանից ցածր, ամեն ինչ բռնենք, շպրտենք մի կողմ։ Այստեղ սա default արժեքի հետ պետք է մի քիչ խաղանք, որ բռնենք, բայց ամեն դեպքում։ Այս ոնց որ որպես ամենահեշտ մոտեցում։ Ուրիշ մոտեցում կարա լինի են, որ արդեն օրինակ այս քայլը արեցինք, հաջորդ քայլով կարանք նայենք իսկ y-ի հետ կապված ինչ որ տարբերություն, y-ի հետ ինչ որ կապ կարանք իր մոտ բռնացնենք։ Օրինակի համար հաշվելով բան, կոռելացիա։ Բայց կարանք մի քիչ ավելի խելոք ձևով անենք, որովհետև ասենք Pearson-ի կոռելացիա որ հաշվենք, այդ հավտեսի ստանդարտը ինքը լինելու է մենակ գծային կա բանով, օրինակ ինֆորմացիայի տեսությունից իմացած մեր mutual information-ը շատ ավելի ճկուն է, ու կարանք բռնենք ու ըստ mutual information-ի վերցնենք ամենալավ, ասենք 100-ը կամ 200-ը, կախված ինչքան սյուն ունենք։ Այս կլինի մեր sense առաջի կտորը։ Կարանք մի քանի տարբեր ձևով անենք, որովհետև օրինակ այս հեծոների դատասեթի վրա երկու հատ տարբեր մոտեցում, մի հատը ասենք F-test կոչվող, մի հատը այդ մեր mutual information-ը,
F test-ը, որ գծային ձևով անում, այս բանին ամսին ավելի փոքր կարևորություն է տվել, քան mutual information-ը, որտեղ ամիսը իրականում մեր մոտ բանա, չէ, ցիկլիկ է։ Իսկ 1-ից 12 որ գնաց, հետո հետա գալիս դեպի 1-ին, իր կապը մաքուր գծային չի, այսինքն այս չի։ Եկավ sense հասավ մինչև դեկտեմբեր, մեկ է հոп հունվարը պետք է այստեղից սկսի, sense բան չկա մեր մոտ։ Հա, ու դրա համար օրինակ F-test-ը իրան լավ չի բռնացրել, իսկ mutual information-ը ավելի լավ է բռնացրել, դրա համար պետք է շուտիկի ամեն ինչում զգուշ լինենք։ Ու մենակ մի հատիկ բան արժի չհաշվել, օրինակ, բայց եթե երկուսն էլ ասում են, գիտես ինչ, ես մի քանի հատ բանի պետք չի, գուցե իրոք բանի պետք չի։ Բայց վտանգավորը այստեղ ինչն է, որ երբ որ մենք անում ենք կոնկրետ S միսյունը ու թիրախը, կոնկրետ S միսյունը ու թիրախը, այստեղ գալիս ենք այն ավանդական exclusive array problem-ին, երբ որ օրինակ նայենք այս dataset-ը, երբ որ բռնեմ նայեմ մենակ այս x1-ի արժեքները, ինքը որպես այդպեսին կարելի ասել ոչ մի կապ չի ունենա, չէ, թիրախի հետ, որովհետև ինչ որ մեծ փոքր արժեքների դեպքում համ լինում է 0 արժեքը, համ 1, մեծ արժեքների դեպքում համ լինում է 0 արժեքը, համ 1։ Վրոդի ոչ մի բան չի պատմում։ Նույնն էլ էս առանցքով վրոդի ոչ մի բան չի պատմում ընդհանրապես։ Հեսա կոռելացիաները հավեր փոքր թվեր են, բայց երկուսը միասին իդեալական ֆանտաստիկ աշխատում են։ Այս ժլատության ավանդական բացասական կողմն է, ու դրա համար նաև ոնց որ այս մեթոդին օգտվում է, այս մեթոդից օգտվում ենք որպես ավելի կեղտոտ մեթոդ։ Այսինքն իրանով անում ենք 10000-ից մինչև 500-ից իջնելը, ոչ թե 500-ից մինչև 10 իջնելը օրինակ, էլի։ Ուհա, ու սրա բնական զարգացումը լինելու են, որ ոչ թե թիրախների ներողություն, ոչ թե feature-ներին սկսենք ասել դու այսքան լավն ես, դու այնքան լավը, դու այնքան լավը, այլ արդեն feature-ների բազմություններին։ Այսինքն 1 2 3-ը լավն է, 4-ը պետք չի իրան, այդ աստիճանի ինչ որ բաներ։ Ու առաջին ամենաստանդարտ բանը գալիս է մեր մոտ RFE կոչվողը, Recursive Feature Elimination, որի միտքը հետևյալն է։ Բռնի սաղ բանը վերցրու։ Սաղ feature-ները օգտագործի սարքի։ 230 feature-անոց մոդել սարքեցինք։ Նայի թե որոնք են feature-ների կարևորությունները։ Գտես, որ օրինակ համար 3 feature-ը ամենաքիչ կարևորն է։ Շփրտի համար 3 feature-ը։ Տակը մնաց 229։ Նորից։ Այդտենց հերթով ֆրֆռում է ռեկուրսիվ մի հատիկ հեռացնելով գնում է։ Եթե ուզենք կարանք դիզայնը փոխենք, ասենք 2 հատիկ գցի օրինակ բան, կախված ինչքան կարանք մեզ բան թույլ տանք։ Սպասել, ինչքան կարանք թույլ տանք մեզ սպասել։ Ու ստացվում է ոնց որ լիքը անգամ մոդելը սարքեցինք, ամեն անգամ իր feature importance-ները տարբերվելու են։ Օրինակ ունենք ջերմաստիճան ու ունենք ըստ զգացողության ջերմաստիճան։ Օրինակ այս ջերմաստիճանը որ գցենք, այս ըստ զգացողության ջերմաստիճանի կարևորությունը թռնելու է վերև, որովհետև այն ժամանակ երկուսը միասին շատ կոռելացված էին ու իրար հետ կիսում էին, ասենց ասած կարևորությունը։ Հիմա այս մեկը որ գնացել է, սա կսկսի ավելի շատ շողալ։ Այսինքն որ նորից մոդել ենք սարքում, ինքը կարևոր դեր է իր մեջ տանում, ու դա նաև թանկ է նստում նրա վրա, որովհետև դա նորից մոդել ենք սարքում։ Ու այն վերևում որ ցույց էինք տվել, որ 45 հատ բաներ եղել, սա իրականում հենց այս մեր cross բանով էր արած։ Recursive feature elimination-ով էր ընտրված։ Այս պայից հետո ինչ որ սկսում է նաև թեթև աճել մեր սխալանքը, որովհետև կարա նաև զուտ կտրտելով այնքան գնանք, feature-ների քանակը շատ փոքր դառնա։ Ու ստեղ որ նայենք այս 45 հատը, որ ընտրել է, իրանցից որը ոնց էր սարքած, ընդ մի քանի հատիկ սյուն ձեռքով էինք, չէ՞, սարքել, ընդ օրինակ դիսկոմֆորտը։ Այդ ձեռքով սարքածներից 66%-ը, ասենք 2/3-ը պահվել է, մենակ մի հատն է գցվել մի կողմ։ Արտադրյալներ, տարբերություններ, ratio-ներ, այնց էլի տոկոսայինով շատ քիչ, ու սկզբնական մեր եղածներից 4-ը պահվել է։ Այսինքն նաև տեսնում ենք, որ ոնց որ այս մոտեցումը լավ մաղել է մեր տապոր ձևով սարքած մի աշխարհ feature-ները։ Կամ եկել ոնց որ սրան նման գաղափարով աշխատող sequential selection ալգորիթմը, այսինքն ըստ ընտրության, ըստ հերթականության ընտրության ալգորիթմը, որը ունի երկու ուղղություն. 0-ից ոչ մի բանից դեպի ամեն ինչ ու ամեն ինչից դեպի ոչ մի բան։ Այս ամեն ինչից դեպի ոչ մի բանը ըստ էության տեսանք, իր մի հատ մոտեցում ավելի ճիշտ ներողություն տեսանք, որ շատ բաներից սկսեցինք,
230 հատից սկսեցինք, բռնեցինք, մեջից մի հատ ընտրեցինք ամենաթույլը, իրան հանեցինք։ Մնաց տակը 229-ը ընտրեցինք ամենաթույլը, հանեցինք։ Այսինքն 230 անգամ այդ processor-ը աշխատացնենք, feature-ները կպրծնի։ 230-ը մեծ թիվ է, բայց հիմա պատրաստվենք խայտառակ մեծ թվի։ Այս backward selection-ը ավտոմատ ձևով ինքը ել ավելի վատ ձևով է անում, ասում է ել ավելի վատ ասելս ոնց որ որակային կար ավելի լավ լինի, բայց ժամանակի տեսանկյունից ուղղակի այլանդակություն է անում։ Ասում է այս 230 հատը կար, հիմա ոնց ընտրեմ, թե որ մեկը հանեմ։ Այն մեկը բռնում էր, նայում էր ամենակիչ կարևորը որն է ըստ ինչ որ մի հատ բանի կրիտերիայի, այս մեկը ասում է հերթով սաղ կհանեմ։ Այսինքն բռնում է սկզբում առաջինն է հանում, հաշվում է, հետո երկրորդ, հետո երրորդ եւ այն, այսինքն 230 հատ փորձ է անում։ Ամենավատը մեջից հանեց։ Հիմա 229 հատ է մնացել, հիմա հերթով 229 հատն է հանելու։ Այդ դրանց նայեց, հետո հերթով 228 հատ է հանելու։ Ու այդտենց նվազեցնելով գնում է, ինչը տենց խայտառակ շատ վերսիաներ է փորձում ու ոնց որ փոքր թվերից քիչ feature-ներից այնքան որ մի քիչ գնանք, արդեն դառնում է ոչ ռեալիստիկ։ Իր հակառակ կողմն է բանն է, forward-ը նա որ սկզբում ոնց որ այս նայենք 230-ից որ մի սյունը վերցնենք, որ լավագույնը լինի։ Իսկն մի feature-անոց մոդել եմ սարքում, ստացի x1 գուշակի y։ Հասկացանք օրինակ x 100-ը լավագույնն էր։ Հիմա x 100-ը ունեմ, որը ավելացնեմ x 100 ու x1, x 100 ու x2։ Այդտենց հերթով մի հատիկ շատացնելով գնում է կտրուկ խայտառակ շատ հաշվարկներ, բայց էլի ոնց որ միտքը բավականին ինտուիտիվ լավն է։ Համատության համար ոնց որ RF-ին 230-ից եթե ուզի իջնի մինչև 15, պետք է 215 փորձ անի, backward-ը անելու է 17000։ Սա չենք բռնի օգտագործենք որպես առաջի մոտեցում։ Այսինքն սկզբում երևի կիչացնենք այն ստանդարտ ֆիլտր մեթոդներով դեպի ավելի փոքր քանակ, հետո նոր մեզ թույլ տանք սենց ոնց որ խայտառակ շատ մոդելները բան անել, նորից fit անել։ Ասենց ոնց որ մենք անում ենք, երբ որ ուզում ենք պրոստը ստանանք ինչքան նորաքիչ feature-ներ, որ էլի լավ են աշխատում։ Ուրիշ հարցը տվել են մեր կուրսան ու ռուդնիկին, աստվին, բորուտայում։ Երբ որ ասել են, օքեյ, լավ, իսկ որ feature-ներն են ընդհանրապես ավելի լավ, քան եթե իրանք չլինեն, այսինքն որոնք են կարևոր, որոնք են իրանց մեջ պարունակում ազդակ դեպի թիրախի գուշակություն, ասենց ասած։ Ու իրանց միտքն էր, որ ամեն մի feature-ի համար սարքի ոնց որ ստվեր feature, որ կլինի նույն էցյունը, ուղղակի արժեքները խառը խշտիկ սարքած։ Այսինքն ոնց որ փչացած վերսիան կլինի էցյան։ Ու հիմա եթե օրինակ օգտագործենք իսկական սյունը, թե օգտագործենք այս իր աղավաղածը, եթե տարբերություն չկա, ուրեմն երևի մեջի իսկական սիգնալ չունի այս x-ը, որտեվ ոնց կարաս իսկական արժեքը բռնես random խառախշտիկ փոխես ու դա ազդեցության չբերի։ Այդ գաղափարի վրա հիմնված մոտեցում են սարքել, որտեղ որ այդ բաներն ենք սարքում, ստվերային feature-ներն ենք սարքում, որոնց որ բաշխումը նույնն է, որովհետև արժեքները նույնն են, ուղղակի հերթականությունն է փոխած։ Ու ենթադրում ենք, որ փոխած հերթականություն նշանակում է y-ի վրա ազդեցություն չկա։ Հետո բռնում ենք, սարքում ենք պատահական անտառ, իսկական ու ստվերային feature-ները իրար հետ միասին։ Ու հիմա նայում ենք։ Եթե նայենք, թե ինչքան կարևոր է եղել այս մեր ստվերային feature-ների կարևորությունից մեծագույնը, իսկական feature-ները դրանից ավելի կարևոր եղել են, թե չէ։ Եթե ինչ-որ feature այնքան կարևորություն չի ձեռք բերել, ինչքան ուղղակի ստվերային կեղծությունը, ուրեմն ենթադրում ենք, որ այդ feature-ը մեջ չկա որպես այդպիսին ազդակ, ու իրեն կարելի է բռնել շպրտել մի կողմ։ Ու ավելի վստահ ու տենց ավելի վիճակագրորեն կոռեկտ լինելու համար սա հաճախ կրկնում ենք բաներով, ոնց որ նոր ձևերով շաֆլ արած տարբերակներով, ու արդեն նայում ենք, թե ինչքան դեպքերում է պարտություն լինում, էլի մեր մոտ։ Կոնկրետ այստեղ այս օրինակի վրա եթե նայենք, այստեղ եղանակ, տարիք, սեզոն, այդտենց բաները պահպանվել է, բայց օրինակ աշխատանքային օրա թե չէ ու բանը, ասենք տոնա թե չէ, դրանք չի պահպանվել։ Հիմա սա կարա բավականին ոնց որ զարմացնող լինի։ Ինչի սենց, այստեղ կարևոր է հիշել այն, որ մենք որպես մոդել օգտագործել ենք անտառ, այսինքն ծառային մոդել էինք օգտագործել։ Ու այն թե ինչ բան է մեր մոտ,
աշխատանք օրվա հետ կապված բաները կարա մոդելը ինչ որ չափով մոդելավորի բան անելով նայելով ասենք եղանակին ուրիշ օրվա հետ կապվածությանը եւ այլն իրանցով մի քիչ ավելի բարդ կապ սարքելով կարա ինչ որ չափով կոմպենսացնի այցուները չունենալը բայց օրինակ եթե օգտվենք լասուից որը որ տենց L1 ռեգուլարիզացիա էր անելու ու տենց ոչ խայտարակ մեծ բանով պատժամիջ պատժելու լամդայով կարար ինքը ամեն ինչ պահեր Նա չի նշանակում մեկը չի նշանակում որ միանշանակ պետքա սրանք իրարից հանել, պետքա նշանակում որ ուղղակի պետքա զգուշ լինել, հիշել թե մեր ֆունդամենտում ինչ մոդել է մեր մոտ ընկած, բայց հա, այս բուրուտան, բայց ավելի ընդհանուր է թե ասեմ, ոնց որ ներառել է ամբողջականության համար, իսկ ես օրինակ անձամբ սրան բորուտա չեմ օգտագործել, բայց պրոյեկտ եղել է, որ recursive feature elimination ենք օգտագործել։ Մի հատ հավելյալ նշում, որ կարևոր է նաև բան, ոնց որ օրինակ թեկուզ լասու որ անում ենք, ստաբիլության համար բռնել իրան բան անել, ոնց որ լասուն հատկապես բանա, փակ բազանձև չունի, closed form solution չունի, էլի անալիտիկ լուծում չկա, որ իմանանք միշտ նույն բանն է տալիս, այսինքն իր վրա պատահականությունները ավելի շատ կարողանաց դեն ու կարանք ուղղակի bootstrap անենք իրեն լիքը ու նայենք տեսնենք որ թե ստաբիլ բոլոր bootstrap-երի վրա ինչ որ մի սյուն ասում ենք արի գցի, նոր ավելի հանգիստ ձևով իրեն գցենք։ Հնդական մշտական զգուշացում, որը շատ պետք է զգուշ լինել թիրախի բանից, արտահոսքից կրկին, քան չբռնել հաշվել ամբողջ դատասեթի վրա թե որ սյունն է ինչքան կարևոր, որովհետև ստացվում է էլի պահում ենք նրանք, ովքեր որ կարևոր են թեստի տվյալները հաշվի առնելով, ինչը անարդարություն է մտցնում պետք է իրան կրկին մտցնել ոնց որ մեր խաղակաշարի մեջ ու վստահ լինել, որ հաշվում ենք բանի վրա, training set-ի վրա։ Մի խոսքով, զգուշ լինենք թիրախի արտահոսքից, հիշենք ուշադիր լինենք, թե ինչ մոդել ենք օգտագործում որոշում կայացնելու համար, զգուշ լինենք threshold-ներ օգտագործելուց, չբռնենք բոլոր պրոյեկտներում, ասենք եկեք, որի importance-ը, որի importance-ը կամ որի վարիացիան 0.01-ից մեծ կամ փոքր է, համապատասխանաբար իրանց գցենք մի կողմ, չէ, մի քիչ ավելի նուրբ վարվենք։ Ու որպես sense ասած բուտմատի օրենք կարանք վերաբերվենք սրան որպես sense ծառով։ Եթե մեր մոտ feature-ների քանակը ահավոր շատ է, ասենք հազարներով է, սկզբում մի հատ կոպիտ ձևով իրան քչացնենք։ Հետո, երբ որ քչացրել ենք, արդեն մտածենք, եթե մեզ հետաքրքիր է ուղղակի բոլոր կարևորները պահել, ոչ թե նպատակ ունենք փոքրացնելու, կարելի է բորուտա անել։ Եթե ուզում ենք իրան все-таки քչացնենք, ու մեզ կարանք թույլ տանք շռայլությունը բան անել, լիքը նորից մոդելները սարքել, կարանք գանք բռնենք բան անենք, recursive feature elimination անենք, ես այն backforth-ը չել անի, էլի մեկա, որովհետև խայտարակ շատ է բան նորից refit-ներ անում ու հետո եթե ինչ որ պետքա բան ինչ որ սուպեր վիճակագրական ստաբիլ ճշգրիտ պնդում անենք կարանք մի հատ էլ բան անենք ոնց որ դատասեթերի տարբեր սուպեր սեմփլների վրա բան անենք իրան նորից run տանք որ ստաբիլությունը հաշվենք ու նաև ոնց որ տարբերակի կարանք ուղղակի բռնենք լասուենք այդ հա կամ ծառ մեջը ծառ աշխատացնենք դրանով ընտրությունը անենք այս սա գործիքա կազմա էլի ինձ մի քիչ ինչն է բանում միջև այս պահ մեր եղած դասընթացի կտորի մեջ ինչ որ չափից շատ լայն ենք գնում այսինքն տուպո ահավոր շատ մեթոդներ ենք սովորում որ շատ հեշտ կարա մոռացվի ու նես չի ամեն պրոյեկտում ամեն ինչ օգտագործելու եք բայց ոնց որ լավ կլինի ամեն ինչի իդեան ձեր մոտ նստացնեք որ հետո երբ որ պետք է գա հիշեք որ այսպես մի հատ գործիք ունեինք գնաք ոնց որ բացեք գործիքը վերցնեք էլի բացեք վերցնեք ասելս մի հատ թարմացնեք գիտելիքում ամեն ինչը ու նոր կիրառեք ու նաև որ ինչ որ հոդվածներում բաներում մոտեցումները տեսնեք չասեք էսի որներ ընդհանրապես բայց նես չի որ ստեղից ամեն ինչը պետքա զուբրի տարած լավ իմանալ էլի Իսկ դուք բորուտայից ինչի չեք օգտվում բան ոնց որ իմ մոտ միշտ խնդրեմը եղել է այն թե բան ոնց կարամ ամենակոմպակտ մոդելը ունենամ այսինքն ուզեցել եմ ինչքան օրա քիչ feature ունենամ զուտ էլի այսինքն ես հենց գնացել եմ փոքր բազմություն ունենալու հետևից ոչ թե պահեմ բոլոր նրանք որոնք որ ակտուալ են համեմատ իրանց օրինակ
բանի հետ, ստվերի հետ։ Զուտ չեմ առնչվել խնդրի, որտեղ որ չուզենամ ագրեսիվ նվազացնեմ քանակը, էլի կարճ ասած։ Ոնց որ sense մի քիչ բան։ Դե մի քիչ ասելս ոնց որ ամբողջ մեր դասընթացը բան է, էլի, կողմնապահ դասընթաց է։ Զուտ ըստ իմ ճաշակի եմ անում ինչ որ բաներ։ Մի քիչ է կողքից ասենք կարող կլոդը համոզի, ասի արի սա պահենք, բայց հա։ Sense գոնե ինչ որ սլայդերում նյութերը շատ թողելով, այդ ավելի լայնի վրա գնալով մի քիչ կոմպենսացվում